մինչ ուրեմն ընտրությունների շրջանում հանրության շրջանում անընդհատ արհեստականորեն տարածվող լուրերը, որ իբրև թե առողջության ապահովագրությունը կգործի մինչև ընտրությունները եւ դրանից հետո չեղարկվելու է, իրենց ազդեցությունը ունեցել են դիմելիության աճի վրա եւ մենք նկատում էինք, որ մայիս ամսին քաղաքացիների մոտ աժիոտաժային այսպես վարքագիծ կար, որ հնարավորինս արագ գնալ, հնարավորինս արագ ստանալ ծառայություններ, վախենալով, որ գուցե հունիսից հետո ապահովագրության ուրեմն բարեփոխումը կանգ առնի, նաև մեր կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարողությունների ընդլայնման եւ այլն, մենք կարողացանք նաև դիմակայել այս դիմելիությանը, կառավարել եւ ըստ էության այս բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք։ Նշեմ, որ այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում մենք արդեն նկատում ենք որոշակի կայունություն դիմելիության եւ դա կարեւոր է, սա եւս ցույց է տալիս, որ այդ մայիսի վարքագիծը ինչ որ առումով արհեստականորեն ուռճացված էր, հիմա արդեն կարող ենք գնալ դեպի կայունացման եւ հաջորդ 6 ամիսների նաեւ ընթացքը մեզ ամբողջական պատկեր կտա մեր ակտուարական հաշվարկների ակտուալության մասով։ Նշեմ, որ ծախսային առումով մենք եւս մեր պլանավորման շրջանակներում ենք, իհարկե մենք ունենք գործիքակազմ կիրառելու այս ծախսային հատվածով ծառայությունների տեսնելով տեմպը, հերթագրումները, ծառայությունների ստացման ծավալները, այստեղ մենք ունենք բավական գործիքակազմ աշխատելու, կարգավորելու եւ անգամ եթե տենդենսը դիմելիության գնա դեպի աճին, ապա ուրեմն հիմնադրամը իր լիազորությունների շրջանակում, այնուհետև կառավարությունը եւ առողջապահության նախարարությունը իր լիազորությունների շրջանակում կարող է կիրառել որոշակի գործիքներ կառավարելու հիմնադրամի աշխատանքներն ու մեր եկամուտներ, ծախսեր բալանսը ապահովելու համար, բայց ուրախ եմ, որ մինչև այս մենք նման միջոցառումներ իրականացնելու դեռ անհրաժեշտություն չենք ունեցել։ Ասեմ, որ առաջնային պահպանման օղակի մասով, իհարկե գիտեք, որ թվաքանակի ծառայությունների ամենամեծ բաժինը ընկնում է այս օղակին եւ թե մասնագիտական խորհրդատվությունների, թե նաեւ ուրեմն դեղորայք տրամադրելու առումով մենք բավական աճ ունենք եւ սա շատ կարեւոր է։ Մեր նպատակն է հենց եղել, որ մենք անցնենք գրագետ բուժօգնություն ստանալու տրամաբանությանը։ Գուցե ոչ մասնագետի համար այդքան ակնհայտ չէ, ինչու անձը հենց առաջի գանգատի պարագայում չպիտի դիմի բժշկական կենտրոն, բայց ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ եթե այս մեխանիզմերը չգործեն, մեր ծառայությունների օգտագործումը կդառնա անկառավարելի եւ արդյունքները կվատանան առողջական։ Սա էլ է միջազգային հաստատված փաստ է, որ եթե երկրում չեն գործում առաջնային օղակի բավարար ֆիլտրեր եւ անձինք չեն անցնում աստիճանակարգով բուժօգնության, ապա առողջական տվյալները դրանից ոչ թե լավանում են, այլ հակառակը վատանում են եւ ծախսերն էլ շատ սրընթաց աճում են։ Ուզում եմ նշել, որ մեր սկրինինգային ծրագրերն են մեր այս պահին նաեւ հանրային կոմունիկացիայի տարածման եւ խրախուսման կարեւոր առարկան, ուրեմն MPV տեստավորումը, մամոգրաֆիան, կանխարգելիչ հետազոտությունները, սա վերաբերում է շաքարային դիաբետ եւ զարկերակային ճնշման մասով եւ իհարկե կոլորեկտալ թեստավորումը, քաղցկեղի համար նախատեսված թեստավորումը, որը եւս գործարկվել է եւ ես եւս մեկ անգամ մեր սիրելի քաղաքացիներին հորդորում եմ, որ դիմեն պոլիկլինիկա, այստեղ մի ուզում եմ առանձնահատկություն նշեմ, սկրինինգային ծրագրերին դիմելու համար անպայման չէ կցագրման սկզբունքը պահպանել, այսինքն անձը կարող է մոտենալ ցանկացած պոլիկլինիկա եւ ստանալ այդ տեստը եւ անցնել սկրինինգային ծրագրով, այսինքն այստեղ էլ ավելի ենք հեշտացրել եւ մոտեցրել մեր քաղաքացիներին։ Այս սկրինինգային ծրագրերի արդյունքում է, որ մենք կարողանալու ենք քաղցկեղը
քաղցկեղով հայտնաբերման ցուցանիշները բարելավել եւ ըստ էության մեր անընդհատ վաղաժամ մահացության կրճատման ցուցանիշները ել ավելի բարելավել։ Ես ուզում եմ նշեմ, որ 25 թվականին մենք եւս գնում ենք նվազեցման տենդենսով եւ 26-ն էլ հաշվի առնելով նաեւ ապահովագրության ներդրումը մեզ վստահություն է ներշնչում, որ այս տենդենսը պահպանվելու է։